Տանանինայ, տանանինայ։ Չէ, անտաղանդ կոպյան եմ։ Մի շարք հոնի կոմպոտ էր, լրիվ շարքը լրացրել ենք մենակ հոնի կոմպոտով, եղբայրս շատ է սիրում, և թթու վարունգ էինք փակել այս անգամ։ Ուրեմն աշնանային բարիքների կոնսերվացումը շարունակվում է, իսկ թվում է տուն չկա Հայաստանում, որ այս պրոցեսը չլինի։ Վերջերս հետաքրքիր բան էի իմացել լվացքի փոշիների մասին։ Առհասարակ բոլորը բողոքվում են նրանից, որ լվացքը նորմալ չի, լվացքի մեքենան նորմալ չի լվանում։ Փոշիների որակը այն չէ։ Եվ իմացա, որ եթե մանրացրած լվացքի օճառ լցնենք մեջը, կարող ենք որակը ավելի լավացնել։ Ուրեմն մի քանի կտոր մանր կտորները առանձին պահել էի և որոշեցի մանրացնել լցնել փոշու մեջ։ Տեսնենք ոնց կաշխատի, հետո կասեմ լավ է թե լավ չէ, և ձեզ մի քիչ երեկոյան գեղեցկություն եմ նկարել։ Այս ընթացքում խուտիների կտրմամբ էի զբաղված, առանձնապես առաջ չեմ գնացել, ուղղակի մանր մանատոն աշխատանք էր, որը կատարել եմ, և շաբաթվա մեջ վերջապես որոշեցի իսկապես հանգստանալ ու վայելել ու գնացի գեղեցկության սրահ։ Իմ սիրելի գեղեցկության սրահում ուրեմն կտրման, կոսմետիկ բարեփոխումների և մազներկերելու գործով էի։ Երևի թե 2 օր իրար հետևից դրանով եմ զբաղվել, ուղղակի հոգով հանգստանում եմ այս գեղեցկության սրահում, ոչ մի հանգստյան տուն ինձ համար չի կարող համեմատվել այս գեղեցկության սրահի ու իր աշխատակիցների հետ։ Շնորհակալություն նրանց դրա համար։ Եվ հետ գալու ճանապարհորդը որոշեցի ոտքով տուն հասնել, շատ լավ եղանակ էր, համ տաք, համ ոչ անձրևոտ, համ ոչ այնքան տաք, որ հալվես, մաշվես արևի տակ, մի քիչ պիսոն էր ձեզ համար, և օզոնից վերցրեցի իմ պատվերը։ Տոնածառն եմ պատվիրել, 2 մետր 30 սանտիանոց, մեծ փաշտամ տոնածառ եմ։ Եթե հարցնեք ինչու եմ ես հիմա պատվիրում տոնածառը, հիմա, երբ որ ես պատվիրում էի տոնածառը արժեր 43,000 դրամ, երբ որ վերցրեցի պատվերս, արդեն արժեր 67,000 դրամ։ Մինչև գա նոր տարին դա 100,000-ից հաստատ կանցնի կինը։ Ուրեմն ներկ եմ վերցրել, որոշ շորեր ներկելու համար, գունաթափված կար, որ գույնը արդեն փոխվել էր կամ լականներ կար, ընդհանուր ներկելու կարիք կար։ Մի խոսքով բացում եմ ներկը, չափում չափականակները ու լցնում։ Եվ տեղադրում ենք այսպես ներկը լվացքի մեքենայի մեջ։ Ճիշտն ասած առաջին անգամ եմ փորձում, երբեք չեմ արել։ Տեսնենք ոնց կստացվի։ Ահա ներկը թափվեց, արդեն սկսել են։ Եվ քանի որ շագանակների սեզոնն է բացվել, ես շագանակներ էի գնել, ինձ սուր դանակ էր պետք, որպեսզի շագանակները մաքրեի հեշտությամբ, և ճիշտն ասած սիրում եմ այդ սրելու պրոցեսը, ինձ համար ձայնը բոլորովին նյարդայնացնող չէ և հանգիստ սրում եմ։ Մեդիտացիայի պես մի բան է։ Շագանակները լավ ու հեշտ մաքրելու համար այսպես ծայրին խաչ եմ անում 2 կողմից, տեսնենք, չէ, դեռ պտտվում են, լրիվ սև է, գույնը ջրի։ Երբ որ բոլոր շագանակները ծայրը բացում եմ, այդ սուր ծայրին խաչ եմ անում թանակով, կտրում եմ։ Բացելուց հետո մի քիչ ջուր եմ ավելացնում և դնում եմ ջեռոցը։ Ընդամենը մի 15-20 րոպեի ընթացքում 200-270 աստիճանի տակ իրանք միանգամից բացվում են։ Ահա տեսեք, ծաղկի նման բացվում է բերանը և հետո հեշտությամբ մաքրվում է։ Շատ եմ սիրում շագանակ, սեզոնին անպայման կոնե մի անգամ պիտի ուտեմ։ Եղբայրս առհասարակ տանել չի կարող, երեսին անգամ չի նայում։ Եվ մեր լվացքը ավարտվեց, տեսնենք ոնց է ներկվել։ Մանժետներ էի մի քանի հատ գտել, մի 2-ը լրիվ սև են ներկվել, իսկ մի 2-ն էլ մոխրագույն երանգ են ստացել։
ամենալավը եղբորը շարվարն է, այս գույնի էր, այս կարի գույնին էր, լրիվ սև է դարձել։ Եվ մեր տանը արդեն հիվանդներ կան, ուսուցիչը իհարկե դպրոցից տուն պիտի բերի վարակը, եւ որպեսզի պրոֆիլակտիկ եւ կանխարգելիչ եւ հիվանդությունը թեթև տանելու համար այսպիսի թեյ եմ պատրաստում։ Բաժակի տակ գցում ենք մի հատ լիմոն, ճզմում ենք, որպեսզի հյութը դուրս տա, խնձորը շեշտատված այսպիսի վարդ եմ սարքում, ավելացնում եմ մեղր եւ լցնում ջուրը։